Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման երդվում են բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների։ Երդման այս նոր տեքստով կսկսի գործունեությունը կառավարությունը, վարչապետը, փոխվարչապետները, նախարարները պաշտոնը ստանձնելուց հետո կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում այս փոփոխությունների նախագիծը կառավարությունը հաստատել է, այն կուղարկվի խորհրդարան։ Սրանք շատ կարևոր շեշտադրումներն են, հատկապես հարատևության մասով մենք ընդգծում ենք պետության երկարաժամկետ գոյության այդ տեսլականը եւ որպեսզի կառավարության անդամը եւ ընդհանրապես ցանկացած պաշտոնատար անձ հանրային իշխանության կրող իր գործունեությունը ծավալի այնպես, որ այդ նպատակի իրագործմանը ծառայի իր գործունեությունը։ Հաջորդ կարևոր շեշտադրումը Զդադունցի այն է, որ երդման տեքստում ընդգծվել է հանրային եւ պետական շահերի հարաբերակցության կարևոր սկզբունքը։ Պետության շահը պաշտպանելով նաեւ հանրային շահին ծառայի եւ հակառակը, հանրային շահը հաշվի առնելով ուրեմն իր գործունեությունը ծավալի եւ այստեղ նաեւ կարևոր շեշտադրումը այն է, որ ոչ միայն կառավարության անդամ, այլ ցանկացած պաշտոնատար անձ պետք է ուրեմն այդ մասնավոր խմբային շահերով չառաջնորդվի, այլ առաջնորդվի հանրային եւ պետական շահով։ Երդման տեքստի նոր տարբերակը ըստ հեղինակների ավելի հստակ կարտացոլի նախարարական կաբինետի պարտականությունները։ Գործող տեքստում ձևակերպումներն այնպիսին են, որ այդ այսպես ասած միսուարյունը չկար։ Փոփոխություններն է հիմնավորում արդարադատության փոխնախարարը։ Օրինակ նշվում էր համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման համար երդվում են, բայց մենք ավելի ենք կոնկրետացրել, թե որոնք են այդ նպատակները, այստեղ նորից պետք է կրկնեմ պետության ինքնիշխանությունը, անկախությունը, հարատևությունը, զարգացումը, պետական եւ հանրային շահերի համար ծառայելը եւ մյուս կարևոր շեշտադրումը դա պետականության եւ սահմանադրական կարգի ամրապնդման ուրեմն համար աշխատելն է։ Սա ինչով է կարևոր, որ պետական պաշտոնյան, կառավարության անդամը իր որոշումները այնպես կայացնի եւ իր գործունեությունը այնպես ծավալի, որ նպաստի պետականաշինությանը, պետության կայացմանը, լավ կառավարման, սկզբունքների ներդրմանը։ Հատկապես քաղաքական որոշումներ կայացնելիս հաշվի առնել դրանց երկարաժամկետ ազդեցությունը, ապագայի տեսլականը, թե ապագա սերնդի վրա ինչ ազդեցություն կունենան այդ որոշումները։ Ըստ փոխնախարարի երդման նոր տեքստում շեշտվել է պետական կառավարման հարցերում միջսերնդային փոխազդեցությունը, պատասխանատվությունը։ Կարծում եմ ազգային ժողովի առաջին նիստից հետո, արդեն որ ազգային ժողովը նոր ազգային ժողովը ստանձնի լիազորությունները, նախագիծը կուղարկվի ազգային ժողով եւ հույս ունենք այնտեղ ավելի արագ ռեժիմով սա քննարկվի, որպեսզի հասցնենք եւ հույս ունենք, որ կընդունվի եւ որպեսզի հասցնենք, որ նոր կառավարության ձևավորման ժամանակ նոր կառավարության անդամները արդեն երդվեն նոր տեքստով։ Նորընտիր խորհրդարանն առաջին նիստը կգումարի օգոստոսի 2-ին։ Հենց այդ օրն էլ նախագահը կնշանակի վարչապետին, որը հնգօրյա ժամկետում պետք է նախագահի հաստատմանը ներկայացնի փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին։ Կառավարական կաբինետի երդման արարողությունը, որն ըստ արդարադատության փոխնախարարի ունի նաեւ արարողակարգային խորհրդանշական նշանակություն, տեղի է ունենում նախագահի նստավայրում։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։